Ռումբյան սպասելի պայթյունի էֆեկտ ունեցավ Հայաստանի իշխանությունների հայտարարությունը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության են հասել, բանակցությունները հաջող են ավարտվել ու պատրաստ են ստորագրելու փաստաթուղթ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանը ընդունում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները։ Այսպիսով խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Առհասարակ խաղաղության հաստատումը պետք է միայն ուրախության առիթ լիներ։ Ազգովի պետք է ցնծություն լիներ, վերջապես հարևան երկրի հետ կկարգավորվեն հարաբերությունները, կվերանա թշնամությունը։ Վստահ եմ շատերի դեմքին նուրբ ժպիտ առաջացավ, քանի որ հանրային արձագանքը դրան ավելի շատ ողբի է նման։ Թեև իշխանության ներկայացուցիչները սա փորձում են ներկայացնել որպես հաջողություն, սակայն հանրային արձագանքը հիմնականում բացասական է։ Շատերը դա անվանեցին նոր կապիտուլյացիա։ Փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։ Փաստ է, որ Ադրբեջանը Հայաստանի ոչ մի պահանջ չի կատարել, այլ միայն Հայաստանն է ընդունել Ադրբեջանի պայմանները։ Սա ոչ այլ ինչ է, քան պատերազմում հաղթող կողմի կամքի միակողմանի պարտադրում, դիկտատ, որին Հայաստանի իշխանությունը չի կարողանում կամ չի ցանկանում հակադրվել։ Երևանի համաձայնության մասին ժամեր առաջ իմացանք Բաքվից, անգամ միաժամանակյա հայտարարություն չեղավ։ Yaxın günlərdə Ermənistan tərəfi Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramova հայտարարեց, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները ավարտվել են։ Հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնում։ Տեքստի շուրջ աշխատանքի ավարտի մասին ազդարարած Բայրամովը միանգամից Հայաստանից նոր ակնկալիքի մասին է խոսել։ Կոնստիտուցիա դեպքեր edilməsi yox։ Թե հաջորդ փուլում պետք է հանվեն Հայաստանի սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները, բացի այդ պետք է լուծարվի Մինսկի խումբն ու դրա մնացորդները։ Թե Երևանն ու Բաքուն ինչի շուրջ են եկել համաձայնության, առայժմ պարզ չէ։ Միանգամից ֆիքսենք մի քանի փաստ ու հերթով բացենք դրանք։ Առաջին, մարդիկ չեն հավատում խաղաղությանը, քանի որ Ադրբեջանը սպառնում է նոր պատերազմով։ Ալիևը հարցազրույց է տվելու ասել, որ պայմանագիր չի ստորագրի, մինչև Փաշինյանը չփոխի սահմանադրությունն ու լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ալիևի ախորժակն անսպառ է։ Եվ նույն ժամերին էլ Ադրբեջանի նախագահը ոչ թե նոր համաձայնությունից էր խոսում, այլ այն մասին, թե դեռ էլ ինչ պիտի անի Հայաստանը։ And I can tell you one more thing, that the level of trust to Armenia is close to zero. Հայաստանի նկատմամբ վստահությունը մոտ է 0-ի, այդ պատճառով մենք չենք վստահում նրանց ոչ մի խոսքին։ Այն մարդիկ չեն, որոնց մենք կվստահենք, ներառյալ այսօրվա իշխանությունը։ Այն ամենն, ինչ ասում են, մեզ համար նշանակություն չունի։ Մեզ պետք են փաստաթղթեր։ Մեզ պետք է, որ նրանց սահմանադրությունում որևէ տարածքային հավակնություն չմնա։ Դրանք այնտեղ կան։ Territorial claims to Azerbaijan. Ալիևը հյուրերի առջև հանդես էր գալիս որպես խաղաղության առաջամարտիկ, դժգոհում, որ Եվրոպան չգիտես ինչու խաղաղության աղավնի Հայաստանին է համարում։ Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը չի հասել Ալիևի առջև առաջ քաշած պայմանների կատարմանը եւ վերջում ընդունել է ադրբեջանական պայմանները։ Երրորդ, խաղաղության այդ պայմանագրի տեքստը գաղտնի է պահվում, ինչը անհասկանալի է։ Չորրորդ, Փաշինյանը հրաժարվում է միջազգային միջնորդությունից, դա առնվազն տարօրինակ է, քանի որ դա կարող էր երաշխավորել, որ Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները կամ գոնե կհրաժարվի ագրեսիվ քաղաքականությունից։ Եվ վերջապես հինգերորդ, չի լինում կայուն խաղաղություն, սիրելի ժողովուրդ, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի վերականգնվել ռազմաքաղաքական ուժերի բալանսն ու Արցախյան հարցում արդարությունը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ուժի սպառնալիքի տակ ստորագրված պայմանագրերը երկար կյանք չեն ունենում։ Իսկ ագրեսորին միակողմանի զիջումներով հանդարտեցնելու քաղաքականությունը բերում է նոր ագրեսիայի։ Ցայտուն օրինակը Արցախից հետո Սյունիքով միջանցք պահանջելն է։ Բայց Փաշինյանը համառորեն ցանկանում է զիջումների գնով Ալիևին խաղաղեցնել։ Փաշինյանի հայտարարության մեջ ամենատարօրինակ հատվածը լսենք, ապա կշարունակենք։ Մենք ըստ էության նախապես հայտարարված մեր դիրքորոշումը չենք փոխել, որովհետև մենք փոխել ենք մեր ընկալումը տեքստի վերլուծության արդյունքում, արդեն ասացի, որ մենք այդ թվում անվտանգության խորհրդում
ունեցել ենք քննարկում եւ եկել ենք այն եզրակացության, որ այս փոխանակումները ուղարկեցին, համաձայն չենք, այդ process-ը արդեն իսկ սպառել է եւ մենք անցանք հաջորդ փուլին վերլուծելով խաղաղության համաձայնագրի տեքստը ամբողջության մեջ եւ այդ վերլուծության արդյունքում եկանք հետեւության, որ մենք կարող ենք համարել, որ 4 տարվա բանակցությունների արդյունքում ձևավորված այս կոմպրոմիսային տեքստը կարող է ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության համար։ Առհասարակ ինձ համար մշուշոտ էր ի սկզբանե, որ այդ փաստաթղթի 17 կետերից միայն 2-ն էին չհամաձայնեցված համարվում։ Կարծես դրանք ամենակարևոր կետերն էին, որ մնացել էին։ Իհարկե այդպես չէր։ Իսկ որոնք էին այդ կետերը։ Առաջինը միմյանց դեմ միջազգային դատական հայցերի հետ քաշումն է եւ սահմանի երրորդ երկրների ուժերի տեղակայման բացառումը։ Բայց արդյոք մնացած բոլոր հարցերում Ալիևն ու Փաշինյանը եկել էին համաձայնության։ Այդ հարցը մեզ մինչ օրս չի էլ հուզում, բայց սա է կարևորը։ Սահմանները ինչ է, ճշգրտվել են արդեն։ Ադրբեջանն ինչ է, հետ է քաշել իր զորքերն այդ սահմանագծով։ Ոչ։ Անկամ Փաշինյանն էր անուղակի ընդունում, որ երրորդ կողմի ուժերը նկատի ունենալով եվրադիտորդներին, քանի որ ռուսներին վաղուց էր հանել, կհանվեն սահմանների հստակեցմանը, դելիմիտացիա եւ դեմարկացիային զուգահեռ։ Այսինքն Փաշինյանը փաստում էր դրանով, որ Ադրբեջանի հետ դեռևս չկա սահմանների հստակեցում։ Հետևաբար ինչպես էին ճանաչում միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը։ Սա ակնհայտ հակասություն է, որը մինչ օրս չի վերացել, բայց մեկ էլ Փաշինյանն ասում է, որ այդ երկու կետերի շուրջ համաձայնվել են, երկար քննարկել անվտանգության խորհրդում, ձևակերպումների մեջ չեն խորանում այժմ հասկացել են, որ Հայաստանին շահեկան է։ Սա տարօրինակ հայտարարություն է, քանի որ անպատասխան է մնում, թե ինչու մինչ այդ դա չէին հասկացել։ Ու Ալիևից պահանջում էին լրացուցիչ բաներ ու հանկարծ միամիտ նոր հասկացան, որ այլևս կարիք չկա շարունակելու այդ պահանջները ներկայացնելը, դելիմիտացիայի, դեմարկացիայի վեճերից հրաժարվելու կարիք չկա, կարելի է հենց հիմա ստորագրել։ Այդ հանկարծակի մտքի փայլատակումը պետք է կոնկրետ պատճառ ունենա։ Արդեն շատերը բացատրություններ են ներկայացնում եւ առաջին հնարավոր վարկածը այն է, որ Փաշինյանը ստացել է ինչ-որ բանդերադիմաց, որի մասին մենք տեղյակ չենք։ Հնչեցին անգամ մեղադրանքներ, որ Հայաստանի իշխանությունը գործարքի է գնացել եւ բյուջեի դեֆիցիտը փակելու համար պարտք ստանալու դիմաց ընդունել է Ալիևի պայմանները։ Երկար ժամանակ լռություն պահող Արթուր Դանիելյանն է անգամ տեսանյութ հրապարակել մեղադրելով իշխանությանը գաղտնի գործարք գնալու մեջ։ 2 օր առաջ մարտի 12-ին գերմանական բորսայում թողարկվել է $750 միլիոն Հայաստանի Հանրապետության պարտատոմս։ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության փորձում է եւս $750 միլիոն պարտքով փող վերցնի, եւ դա ընդամենը կեսն է այն գումարի, որ անհրաժեշտ է Հայաստանին 25 թվականի բյուջեն կատարելու համար։ Բյուջեով նախատեսվեց 600 միլիարդ դրամի դեֆիցիտ, որը ֆինանսավորվելու է պարտք վերցնելով։ Փաստացի մեր տնտեսությունը եւ ըստ այդմ պետությունը առհասարակ գտնվում է կոմայի մեջ եւ այդ կոմայի մեջ գտնվող մարմնին միացված է արհեստական շնչառության համակարգ, որի միացնել անջատելու ճտիկը սակայն մեր ձեռքերում չէ։ Այդ որոշումը այսօր կարողանալու են կայացնել այն մարդիկ կամ կառույցները, որոնք կգնեն կամ չեն գնի մեր պարտատոմսերը, կտան կամ պարտքով փող չեն տա Հայաստանին։ Եվ եթե այդ որոշումը կայացվի, որ Հայաստանին այլևս պետք չէ ֆինանսավորել, խոսքը կրկնում եմ պարտքի մասին, մեզ անհատույց չեն տալիս այդ փողերը, բայց նույնիսկ այդ պարտքը եթե մեզ չտան, Հայաստանի ֆինանսական համակարգը կոլապսի է ենթարկվելու։ Եվ եթե այսօր այդ ճտիկը օգտագործում է ինչ-որ զիջումներ գործելու համար, օրինակ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շրջանակներում, վաղ այդ ճտիկը կարող է գործել, եթե ոմանց թվա, որ իրանք շատ ավելի արդյունավետ կարող են շահագործել մեր պղենզի եւ մոլիբդենի հանքերը։ Շատ ավելի արդյունավետ, քան մենք ենք դա անում։
Թե որքանով այս թեզը ճշմարտացի, թող յուրաքանչյուրն ինքը դատի, ես ոչ կարող եմ համաձայնել, ոչ էլ չհամաձայնել, քանի որ հիմնվում եմ միայն փաստերի վրա։ Իսկ սա ենթադրություն է, որ իսկությունը հերքելու համար թող իշխանությունները մտահոգվեն, բայց հարց է առաջանում. ինչու հանրությունը չի հավատում այդ խաղաղությանը։ Մարդիկ չեն ցանկանում պատերազմ լինի։ Իհարկե ոչ։ Երկրորդ հնարավոր պատճառն այն է, որ Փաշինյանը փորձում է խուսափել նոր էսկալացիայից։ Բայց արդյոք միակողմանի զիջումներով, սիրելի բարեկամներ, դրան հնարավոր է հասնել։ Ադրբեջանի նախագահի հայտարարություններից չի երևում, որ ցանկանում են խաղաղություն։ Նրանք պատերազմը շարունակում են դիվանագիտական ու մեդիա լրատվական հարթությունում, փորձելով ամեն գնով թուլացնել Հայաստանը, չհարգելով որևէ հայկական պահանջ կամ շահ։ Բաքվում հայ ռազմագերիների ցուցադրական դատավարությունը, որով Ալիևը փորձում է անհաջող կրկնօրինակման բեմականացնել Մյունխենյան տրիբունալի նման մի բան, միայն ավելի է բորբոքում հայ-ադրբեջանական թշնամությունը, դա խաղաղության կոչեր չեն։ Երրորդ պատճառն էլ այն կարող է լինել, որ Փաշինյանը շատ արագ ցանկանում է հասնել այդ փաստաթղթի ստորագրմանը, որպեսզի ժողովրդին ցույց տա, որ բերել է վերջապես խաղաղություն։ Իսկ դա արդեն կկարողանա որպես խաղաքարտ օգտագործել ընտրություններից առաջ, հատկապես իր չափազանց ցածր ռեյտինգի պայմաններում։ Իսկ Փաշինյանի վերընտրվելը տեսականորեն շատ հարմար է Ալիևին, քանի որ անհայտ է, թե ով կլինի նրա փոխարեն եւ ինչ կխոսի հետագայում։ Երեք տարբերակն էլ չի կարելի բացառել, բայց հստակ է մեկ բան, սիրելի բարեկամներ, որ Փաշինյանի համաձայնություններից ընդամենը 1 օր առաջ Ադրբեջանում տարածվեց տեղեկություն, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի։ Դե հայտնի փաստ է, հարձակվելուց առաջ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է հարձակվելու մեջ, հող է նախապատրաստում, լեգիտիմացնում է իր նախահարձակումը։ Սրանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանը համաձայնել է, Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի նկատմամբ չկա վստահություն եւ պետք է անպայման փաստաթղթավորել պայմանավորվածությունները։ Իրադարձությունների այս շարքին հետևելով պարզ է դառնում, որ Փաշինյանը պարզապես համաձայնել է հերթական զիջումներին Ալիևի սպառնալիքների ու ճնշումների տակ։ Բայց անգամ Փաշինյանի այս վերջին զիջումներից հետո Ալիևը դա չի գնահատել եւ հստակ ասում է, որ Փաշինյանն այլ զիջումներ էլ պետք է անի։ Նոյեմբերի 9-ին Ալիևը, երբ ստորագրում էր փաստաթուղթ, դրա դրույթները միայն Հայաստանը կատարեց, իսկ Ադրբեջանը ոչ մի կետ չկատարեց։ Ստացվում է, որ այդ փաստաթղթերի պայմանները կատարողը միայն Հայաստանն է։ Ալիևը բինգո է բռնել եւ այս խաղը ցանկանում է անդադար խաղալ։ Ուզում է փաստաթղթավորելով Հայաստանից կորզել իրավական պարտավորություններ, որ անգամ հաջորդ իշխանությունները, փոխվող իշխանությունները չկարողանան դրանցից հրաժարվել, բայց ինքը իրեն բացարձակ պարտավորված չի զգում իր մասով դրանք կատարել։ Հետևաբար որտեղից Փաշինյանին վստահություն, որ այս հերթական թղթի պայմանները Ադրբեջանը կատարելու է։ Ալիևը պարտադրում է նոր փաստաթուղթ, բայց միաժամանակ փաստաթղթից դուրս առաջ քաշում պահանջներ։ Սահմանադրություն պետք է փոխեք, 300,000 ադրբեջանցի ընդունեք, միջանցք տակ դեպի Նախիջևան եւ նման անթույլատրելի պայմաններ, որոնց չկատարումը Հայաստանի կողմից կարող է համարել ինքը որպես պատերազմի հրահրում։ Հետևաբար այդ կազուս բելին, այսինքն պատերազմի ֆորմալ առիթը, միշտ Ալիևը ունի Հայաստանի դեմ օգտագործելու եւ հիմա ինչ ամեն անգամ մինչև որտեղ կարելի է զիջել։ Խաղաղության փաստաթուղթը եթե անգամ ստորագրվի, ով է հետևելու դրա պահպանմանը։ Չկա միջնորդ, չկան երաշխիքներ։ Անգամ նոյեմբերի 9-ին, երբ կար միջնորդ Ռուսաստանը, չկային գործում մեխանիզմներ Ադրբեջանին պարտադրելու կատարել իր պարտավորությունները։ Սա ունի ընդամենը մեկ պարզ բացատրություն, սիրելի ժողովուրդ։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խախտվել է ուժերի բալանսը։ Սա է ռեալության մեջ խնդիրների խնդիրը, քանի դեռ այս խնդիրը չի լուծվել, մեզնից անդադար պատերազմ սկսելու սպառնալիքով պահանջելու են զիջել։ Եվ քանի դեռ չկա ուժերի այդ հավասարակշռությունը, ոչ մի միջնորդ ու փաստաթուղթ երաշխիք չէ։ Ալիևը միշտ Հայաստանին ընկալելու է որպես կապիտուլացված երկիր, որին կարող է անսպառ զիջումներ պարտադրել, այլ ոչ թե հարևան, որի հետ պետք է նորմալ գործընկերային հարաբերություններ զարգացնել։ Եվ այստեղ ուղղակի զզվելի է հենց միջազգային հանրության ցինիկան տարբերությունը։ Ադրբեջանին ոչ մի կերպ չեն սաստում, որպեսզի նա հրաժարվի պատերազմի հռետորաբանությունից ու շարունակող ագրեսիվ քաղաքականությունից։ Ադրբեջանի միակողմանի կամքի թելադրումը հղի է նոր ճգնաժամերով, սա պարզապես ապացուցման ոչ ենթակա աքսիոմ է եւ սա պետք է հասցնել ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին ու չհրաժարվել դրանց միջնորդությունից։ Եթե անգամ ԵՀԿ Մինսկի խումբը պետք է վերացվի, լուծարվի, ապա պետք է վերացվի նոր նմանատիպ ձևաչափ ստեղծելու միջոցով։
Այսօր կան նման նախադրյալներ, քանի որ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի, Իրանի եւ շատ այլ հարցերում գնում են համագործակցության։ Պետք է նրանց հիշեցնել, որ իրենք, որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդներ, ունեցել են եւ այսօր էլ պետք է ունենան միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հանձնառություններ։ Սա կարող է լինել ելքերից մեկը, որպեսզի հնարավորություն ունենանք որոշակիորեն զսպելու Ադրբեջանի ախորժակը։ Ընդհանուր հակառակորդի կամ թշնամու դեմ Հայաստանում պետք է լինի միասնություն ու համերաշխություն, անկախ նրանից Փաշինյանն է ղեկավար թե ով, պետք է լինի միասնական դիրքորոշում։ Բայց այս հարցում էլ ենք պառակտված եւ չկա հանրային կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է Հայաստանի շահերով։ Շատերը կասեն, միայն քննադատում եք, լուծում չեք առաջարկում։ Արդեն նշեցի այն քայլերը, որոնք Փաշինյանը չի անում, բայց դրանք կարող են որոշակիորեն կանգնեցնել միակողմանի զիջումների այդ թափանիվը։ Առաջին, դիմել ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Ֆրանսիային, հայ-ադրբեջանական հնարավոր խաղաղության պայմանագրում լինել միջնորդներ ու երաշխավորներ, քանի որ Ալիևը առիթը բաց չի թողնում նոր պատերազմ սկսելու համար եւ միշտ առիթ կգտնի։ Հետևաբար գլոբալ խաղացողները պետք է շահագրգռված լինեն, որ Ադրբեջանը եւ Թուրքիան վերջնականորեն չգրավեն այս տարածաշրջանը եւ դրա հետևանքով նրանց դուրս մղեն այստեղից։ Երկրորդ քայլը, թե միջազգային գործընկերների, թե սեփական ուժերով նախապատրաստվել ոչ թե թղթային, այլ իրական խաղաղության, իսկ դա հնարավոր է միայն ուժերի բալանսի վերականգնմամբ, ինչպես զենքի գնումներով, այնպես էլ երկրում ռազմարդյունաբերություն, տեխնոլոգիաներ ու քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքներ, ռազմական կրթություն զարգացնելով։ Հենց նոյեմբերի 9-ի փաստաթղթի պատմությունը ապացույցն է այն բանի, որ ոչ ստորագրությունը, ոչ միջնորդությունը դեր չեն խաղում, եթե չկա ուժերի բալանս։ Միայն դիմացը ուժ տեսնելուց են սկսում հարգել քո շահերը։ Եթե համաձայն եք ասվածի հետ, սիրելի հայրենակիցներ, հավանեք, բաժանորդագրվեք ու տարածեք այս տեսանյութը, որպեսզի ոչ միայն բողոք ու քննադատություն լինի, այլև բանական քննարկումներ այս համատարած նեգատիվի մեջ։ Պետք է հիշել, որ ամենամութ ժամը լինում է լուսաբացից առաջ, պետք է ոչ թե հուսահատվել, այլ փնտրել լուծման ուղիներ։ Մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը։ Կհանդիպենք։